Սասնա ծռեր, գհատոր, թպատում, պատմեց մարտունեցի Հովանես Հակոբյանը, Մարտունի Աստղաձոր գյուղ, գրառված է 1973 թվականին։ Սանասար և Ասլիմելիք։ Ժամանակավոր ասաց մի հատ կրքապաշտ թագավոր կար, կուրք էր պաշտում։ Տղաներ, մեկի անուն Սանասար, մեկին Ասլիմելիք։ Տղաներն որ մեծացան, եղան 10-12 տարեկան, դրանց սովորությունն ինչ էր, դրանց արտերը ղշերը կծեցկին։ Տղաներին տվեց, թե գնացեք արտը պաշտպանեք, որ ղշերը չծեցկեն արտին։ Տղաներ գնացին, մեկը պարկավ արտի վերին գլող, մեկը ներքին գլող։ Սկսեցին ղշերին զանել մինչևի ճաշին, կեսօրին։ Ղշերը գնացին հանգիստանալու, տղաներ, մեկը պարկավ ներքին արտի գլող, մեկը վերին արտի գլող։ Սկսեցին հանգիստանալ։ Ջոչ աղբերը Սանասար ներիշկեց երկինք ջանմ ասեց, մեր հայրը որ կուրք է պաշտում, բա էս վերին դեղին ինչա, ասաց կա չկա սա Աստվածա, անպայման մենք պտի ասեց ավտանք Աստված, որ ասաց արդեն իրիկվա խովն ընկավ, ղշեր եկան, չիչան արտի վրեն ու թողին գնացին, որ գնացին ելավ գնաց աղբոր ասաց աղբեր ջան ասեց, ես հավատացել եմ վերին տեղի Աստված, հիմա ղշերսեց մեր արտին չեն ծեցկում, վեր կաց գնանք տուն, ելան երկու աղբրով, համարա թե ժամի 4-ին գնացին տուն, գնացին տուն, հայրն ասաց, հնչի եկակ այ տղաներ, հիմա ասեց խովն ընկելա, ղշերն արդեն ծեցկում են, ասաց հայրիկ ասաց, առավտնե մինչևի ճաշին ղշեր չէինք կարող արտի վրավից հեռացնե, ճաշից հետո ասեց ղշերն եկան, էլ մեր արտի վրեն չիչան, ասեց գերևի, դու հավատացել եք վերին տեղի Աստված, անպայման ասեց, ուրփաթոր կրքի մատաղն եք։ Մերը լսավ, տղաների մայրը լսավ, ելավ ասեց, բալեքս ասեց, քու հոր խոսքն մեկն երկու չեղե, նա ասեց, գորոզ մարդ է, վեր կացեք փախեք գնացեք ուրիշ երկրներ, գիշեր տղաներ ելան ու ուրանց հոր խողից թողին ու գնացին ուրիշ երգիր։ Գնացին ճանապարհի մեջտեղ, թե մի օրեր, թե երգորեր, այդ մարդիկ վերջնական խասան մեհատ ջրի, մեծ գեդան ջրի։ Հասան հետո տեսան, այն կողմից մե բարակ ջուր ա գալիս։ Այդ բարակ ջուրը, այդ փոքր ջուրը, այդ ամբողջ ջուրը գալնի 50 բաղ ջուր տրանկը կդրա գանցնի են կողմ, հետո գխարնվի խետն ու կետա։ Ջոջ աղբեր կանավ մտածեց Սանասար, ասեց, եղբար ասեց, ես ջուրն ենքան ուժեղ ջուրը ասեց, որ ինքն մե բաղ ջուրը, 30 բաղ ջրուն կդրա գանցնի ենյոն, նոր գխարվի խետը կետա։ Գիտես ինչ կասեց, ես տեղի ծնվող երեխեն, եթե ես տեղ ծնվի, ես ջրուց խմա, մե մարդն 100 մարդու դեմ կռիվ կենա, ասեց, էստեղ մեզ տուն սուքենք։ Այդ մարդիկ, թագավորի տղա, երիտասարդ տղա, բերեցին, սկսեցին խիմ ենել։ Խիմ երեցին, բեզարացան, ասաց եղբար, մենք արդեն չենք կարող տուն սարքել, երկսով մենք չենք կարող ասեց։ Եսի մեր խիմնա կցեր ենք, թո մնաստեղ
մենք գնանք այդ քաղաքներ, փող աշխատենք, մեկեր, բերենք, այստեղ մենք տուն կսարքենք, արդեն խիմը կցերենք։ Ելան այդ մարդիկ գնացին մեկ քաղաք, են վաղտ գնացին քաղաք, որ թագավորը իր խայվաչու վրեն, չբղջու վրեն հերսոտեր էր, գործից կցեր էր։ Ետ տղաներն որ գնացին թագավորի կուշտ, ասաց ինչ մարդիկ եք, ասաց ծառա ենք, ասաց կլնի կնցի խայվաչի, չբղջի, ասին այո, կլնինք թագավոր։ Թագավոր տեսավ տղաներ լավ տղա, կարգադրեց, թե ես մարդիկ թելնին մեզի խայվաչի, չբղջի։ Ետ մարդիկ եղան այդ թագավորին խայվաչի, չբղջի։ Մեկն խայվա է անում, մեկն չբուխն է տանում։ Վերջում թագավոր էտոնց ենքան հարկեց, որ չտեսնված։ Թագավորն իր ոզիրին ասեց, իմ աղջիկս կտամ Սանասարին, իսկ ոզիրն մտադիր ունի, որ թագավորի աղջիկն ուզի իր տղային։ Ոզիր գլուխ կոխեց, ասեց, ինչու ոզիր գլուխ կոխիր, ասեց, սրտիդ չեկավ, ասեց, չէ թագավոր, քու աղջիկն է, ինչի իմ սրտին չիկա, չէ, ասեց, ես իմ սրտիդ չեկավ, ասեց, սրտիս ենքան չեկա, որ անփորձ տղա են, տրանց փորձենք նոր աղջիկ դուր, շատ լավ, թե ոնց փորձենք, թե կնանք ձիաթող ստալելու։ Թե ասեց Սանասար, Ասլիմելիք ասեց, առավոտ շուտ ելեք, պատրաստություն տեսեք, գնանք ձիաթող սխաղալու։ Տղեկներ ուրխացան, ավելի լավ։ Ելան առավոտ շուտ, խայվեն, չբուխ բերին տրին թագավորի առաջ, կերավ, խմեց, ելավ նստավ իր ցինը գնաց, տղաները իրանց կերան, խմեցին, ելան նստան իրանց ցյանք ու քշին։ Են վաղտ քշին օր, ոզիրն իր խոշուն մեկ կողմնա կայնացրե, թագավոր մեկ կողմնա կայնացրե։ Տղաներ քշին մեջտեղ կայնան երկսով։ Թագավոր վերուցած, տղաներ, Սանասար, Ասլիմելիք ասաց, որդիկ, յա իմ խոշունի վրեն արեք, յա գնացեք վզիրի խոշունին։ Դու երկսով կայնել եք, դատ ինչ կենեք։ Ասին թագավոր, խացն ու գինին տեր կենթանին, մեզոր կես մայա, էսպեսա։ Նորից կրկնավ թագավոր ասավ, այդ տղեկ ջան, Սանասար, Ասլիմելիք, յա իմ խոշունին արեք, յա վզիրի խոշունին գնացեք։ Ասին թագավոր, խացն ու գինին տեր կենթանին, մեզոր կես մայա։ Ասաց ոզիր, քու խոշուն քաշա վրիմ խոշունին։ Ոզիր իրան խոշուն քաշեց, գնաց թագավորի խոշունի վրեն։ Տղեկներ քշին ոզիրի խոշունի տեղ կայնան։ Թագավորի խոշունից գնաց տղեկներին ձիաթուղ ստալելու։ Օր ձիաթուղ ստալավ, ետ դարձավ տղաներ զանեցին ձիուց եծքեցին վիավորվավ։ Վերջնական մինչև իրգուն մեհած սալամատ խոշունից չպրծավ։ Ամբողջը վիավորված թե սպանված։ Նոր իրգվան ֆշանդ գցեցին ետ դարձան։ Այդոն գնացին իրանց տեղ տղաներ շուտ եկան, իջան տարան ձիան կապեցին։ Թագավոր եկավ, թագավոր իջուցին, տարան ներս, խայվեն, չբուխ պատրաստ տրին թագավորի առաջ։ Կերան, խմեցին, թագավոր ուրխցավ։ Մնաց վզիրն ու թագավոր եկան, միասին նստան խոսացին, ասեց թագավոր, տես ինչքան գոռոզ մարդիկին, որ 3 անգամ կարգադրիր ասեց, ոչ իմ խոշունին եկան, ոչ քու խոշունին եկան, կայնան իրանց տեղ ասեց, մեր ամբողջ խոշուններ ջարդեցին։ Դրանք ասեց, այդպես գոռոզ մարդիկ են։ Մեոր մեկը խայվեն ծուր կտնա կբերա, մեկը չբուխ սիլով կզանեն, քեզի գործից կթալեն իրանք կնստեն քու տեղ թագավոր։ Բա ասեց, ինչ անենք, ասեց դու գիտես։ Տղաներուն խանչեց,
Սանասար ասլիմելիք ասեց, որդիկ, դու լավ մարդիկ եք, լավ տղաներ եք, ես կամք չեմ տենա իմ ձեռի վրեն աշխատիկ ծառայեք, արեք, որ քաղաք գուզեք, որ ձեզի պատկանա, տամ գնացեք ձեզի տեր տիրական եղեք, ենտեղ ապրեք, հասին թագավոր, երևի, երեք, մեքիչ ձյաթող սենք խաղցերենք, նեղացեր ես մեր վրին, ասեց չէ որդի, չեմ նեղացեր եմ ասեց, էդպես եմ ուզում, ասեց թագավոր, որ էդպես ասեց, մեզի տուն ունենք, ինչքան քու գյուղն քյասիիբ չքավոր կա, դու մեզի մենք կեթանք էդտեղ տուն կսարքենք, թե շատ լավ, թագավոր ռոպիական հայտարարություն գրեց կպուց պատն, թե ինչքան չքավոր քյասիպ մարդիկ կա, հավաքեք եկեք թագավորի դիվանխանեն, հավաքվան գնացին, թե ինչ բանա թագավոր ապրած կենա, թե ես մարդիկ որտեղ կետան, ձեր քոչեր կբարնակ, ես երկու տղայի հետ կետակ, գանձնեմ ձեզի, էդ մարդիկ համաձայնվան, ելան քյասիպ մարդիկ, իրանց քոչեր բարձան ամեկ մե եզան վրեն, մե կովիմ վրեն, ու էդ մարդիկ ընգան առեջն ու առան էդ մարդկանց գնացին, գնացին, խասան էդ ջրու վրեն, օրխիմը կցել են, կայնան ասեց, հարգելի ժողովուրդ, գիտեք ինչ կա, մենք եստեղ մեզի պտի բրագարան սարքենք, տուն սարքենք, որ նստինք եստեղ աբրվինք, համաձայնվան, թե ինչ անենք, ասեց մենք մե մարդս չի կարող իրան տուն սարքել, պետք է օբչի եղնինք, օրական մեքանի տուն սարքենք, ինչ պատրաստենք նոր բաժանենք, մարդիկ եղան խմբով ու սկսեցին տուն սարքել, տուն սարքեցին, թե մեկ 20, 30, 100 մարդ որ կոմին, ինչքան մեծ քարեր կբերեն տնեն վր իրար, դրեցին, սարքեցին, պատրաստեցին, վերջնական, էդ մարդիկ բախշեցին էդ մարդկանց, տներ տվեցին, գնացին նստան, թե մենք ինչպես անենք, թագավոր ասեր էր, օրական մեկի տուն կտանեք ես մարդկոց, խաց կերծուկ ես երկու տղային, ընտանի չունին, էդ պայման էդ մարդիկ կապեցին ու էդ մարդիկ իրանց տներ նստան, էդ մարդոց կուքան օրական մեկ ընկտանի իրանց տուն, խաց կուտեն, կխմեն, կելնին կուքան իրանց տեղ կքնին, են մի օր չոչախպեր մտացեց ասեց, եղբար ասեց, Էսպես չեղի, մենք ասեց առինք մեր ֆսը, սաղ կետան կտոնց տներ, մեկի տունը մրոտ, մեկի կերակուլն անհարմար, մեկի աղիքն ցածր, մեկի դրանտին մեր գլուխ կարնի, բա ինչ անենք, ասեց գնա թագավորին ասա, պստիկ աղբոր ասեց, թո մեխատ իրա ծառաներից ծառա տա, գա մեզի խաց թուխենա ուտենք ապրինք, շատ լավ, առավոտ տղեն ելավ, իրան ցինը խեցավ ու քշեց, որ քշեց, թագավորի աչքեն դիվա այդ ճանապարհին էր, իշքես տեսավ, որ մեկը փոթորկի նման կիկա, ասեց ոզիր սածրերու գալիցա, ծառերնա կկան ասեց, իրան ցի քշելնա, քշեց գնաց իջավ, տեղ գիտեր, տարավ իր ցինը կապեց, եկավ թամանդար եղավ թագավորին կայնավ, ասեց որդի, ինչ ապատահել ասլի մելիք, ասաց թագավոր ապրած կենա, չէ մենք էլ մարդիկ ենք, անհարմարա, ամեն օր գնանք դրանց տներ հաց ուտենք, չի կարելիա, մեկի տուն ամրոտ, մեկի կերակուլ անհարմարա, մեզ էլ լայեղ չէ, հիմա ասեց, մի հատ քուծարաներից դու, տանենք մեզի խաց թուխենա, ուտենք ապրինք, ինչ ծառա ասեց բալա, իմ աղջիկս կտամ քու աղբոր, ոզիրը գլող կախեց, վոզիր, ինչու գլոխդ կախեցիր, ասես թագավոր ապրած, քու աղջիկն ապայց,
անհարմար է։ Թե ոնց, թե հիմա քո աղջիկ տաս էդ տղեն առնի էթա, բա իմա լենիմ։ Թե ասած խալխ ունիս, հարսանիքերա, բաներա, թո մարդիկ կան առնին էթան։ Շատ լավ ասեց, էդ էլ լավ է։ Դե ասեց որդի քնա ասեց, այսինչ օրն ձեր պատրաստություն կտենաք, կուքաք ձեր խարս վերցուք, կարիք կեթաք։ Էդ մարդը դարձավ եկավ աղբորն, պատմեց, աղբեր համաձայնվավ։ Էլան էդ մարդիկ ինչ օրը նշանակել էր, էդ նշանակած օրն էլան, ուրանց հյուրերն վերցրին, կնացին թագավորի թիվանխանեն։ Թագավոր ենտեղ ուտել խմել, վերջնական հարսանիք, քեֆ ուրախություն, վերցին իրանց խարսն, առան եկան։ Միար ժամանակ մնաց, պստիկ աղբեր ասեց, եղբայր, ասեց ես կեթամ իմ խոր երգիր, դու մացի եստեղ ես կեթամ իմ խոր երգիր, ճանım ասեց աղբեր ճան, ընչի կեթաս, դու գիտես որ մեր խերը կորոզ մարդա, են դրա մե խոսքը ներգու չեղի ասած, անպայման գացիր քեզ կմորթա, ասեց ուզում ամորթա, չմորթա կեթամ, ասեց դու ես թագավորի աղջիկն ես ուզե ընձի, ես էթամ էմալ թագավորի աղջիկ ուզե մոր, ես իմ ընտանիք քու ընտանիքի ձեռի վրա ջուր լցա, ասա չէ աղբեր ջան, քեզ խալալ լի ես կեթամ, ինչ արեց աղբոր խետ հնար չեղավ, աղբերելավ իրանցինը խեցավ, շարունակեց իրան խոր երգիր գնաց, գնաց խասավ խոր երգիր, գնաց խոր տուն, որ գնաց մերը տեսավ տղային, ուր խցավ ահագին, որդի ասեց ինչու եկար, դու գիտեք որ ձեր խերն կորոզ մարդը անպայման ասեց, քեկ մատղա, դու ասեց եկել եմ մայրիկ, եկել եմ, հետո գնաց խորկուշտ, խերն էլ տեսավ, ուրախացավ, ասեց որդի եսքան ժամանակ դորիկ, ըխտամոր դարի գնացերիք, դու չգիտիք որ չոչ կրքի մատաղնիք, անպայման պտի ձեզ մատղիմ, հայրիկ ասեց, որտեղ որ գնացի ասեց, չոչ կուրքն եղավ քունդմ կրակ սիրտս վառեց, քաշե առե եկե, ասեց ուրփաթոր կրքի մատաղնիս, լավ ասեց հայրիկ, մատղի, մնաց, ուրփաթորն էլավ տղային վերցրեց, դե էլի կրանք ասեց կրքատուն, որ քեզի մատղեմ չոչ կրքին, էլան կնացին կրքատուն, դը ասաց, եսքան ժամանակ կնացեր եք, ըխտամոր եղեր եք, մի 3 անգամ ծուն թրթի օրարյունըտ հալալ ըլնի կրքին, հայրիկ ասեց ճիշտ այսա 7 տարի կնացել ենք, ըխտամոր եղել ենք, ասեց, բայց աչքերուս կրքեր չեն երևում, մի անգամ երկու դու ծուն դրթի, գոյն է աչքերս լուսովնա կրքեր տենամ, ասեց ծուն դրդնամ, խերը կզավ կետին մի անգամ ծուն դրդրեց, էլավ ասեց, հա, ոնց է, ասեց, մեկ քիչ արդեն կրքեր կերևա աչքերիս, մեկ էլ կզի, մեկ էլ որ կզավ խոր գուրզը ենտեղ էր, տղեն վերցուց բերեց դրեց կամակ, հա, ասեց, ոնց է, ասեց հայրիկ, կրքեր երևում է, մեկ էլ դի, մեկ էլ որ կզավ գետին, գուրզ բերեց վեր խոր գակտին, զրգեց խորն սպանեց, արավ գուրս պրծավ մչ կրքերուն, əmmal ջարտեց, ջարտ փշուրերեց, կրքերամեն խանեց, թապեց դուս, ժողովուրդն էլ կայնաց, թե թագավորն իրան տղային ակմատղա, մենք կայնինք թամաշա ենենք, թե իմալա գենա, խանեց կրքեր, թապեց դուրս, խոր ոտից պրնեց, խանեց, թալեց քուչեն, ասեց, ժողովուրդ ասեց, ես իմ խեր, ասպաներ եմ, կրքապաշտ էր, ես էլ կրքերուն ջարտեր եմ, հիմա թե կավտակ իմաստված, կնստիմ ձեր թագավոր ղեկավարն,
թե շավտակ ասեց, գելնիմ ձեր ամբողջ գյուղն կփրթեմ, թողեմ կետամ։ Վայ ասին, մեր թագավորն ես, մեր տերն ես, մենք կավատանք քու Աստված։ Էդի նստավ այդտեղ թագավոր։ Თუ էդի այդտեղ թագավորա, մենք դառնանք Սանասարին։